Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցում էր խառնել է։ Որով նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացները, մասնավորապես նախատեսվում է սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրում լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշարում եւ համապատասխան փորձաքննություն, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին Պահեստային նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկին համաձայն։ Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը։ Այսքանը։ Հաշվի առնելով վերոգրալը, խնդրում եմ քվեարկել։